Կամ ինքը անվստահություն է ցուցաբերում։ Նշեցիք այս impeachment-ի գործընթացի հետ կապված կոնկրետ օրինակ ազգային ժողովի նախագահին չեք դնում որպես արժան նախագահ։ Այլ ուղղակի պատգամավոր, ինքը նաև պատգամավոր, այո։ Ձեր գործունեությունը, ձեր հայտարարությունները ընդդիմադիր պատգամավորներին կոնկրետ թիրախավորված են։ Հիմա այս գործընթացը սկսելուց հետո դուք պատրաստվում եք նաև հատ առ հատ անուն առ անուն անդրադառնալ իշխանականային պատգամավորներին, ովքեր չեն միանալու impeachment-ի գործընթացին։ Անպայման։ Մենք նախ ես համաձայն չեմ ձեր դիտարկմանը, որ ընդդիմադիր պատգամավորները մեր կողմից թիրախավորված են։ Չէ, նկատի ունեմ, օրինակ ասում եք ինչի impeachment-ի գործընթաց չեք սկսել, չէ՞։ Ասեմ ձեզ, չէ, ոչ թե իրանք թիրախավորված են, այլ իրենցից, որ գործընթացը իրենք սկսեն, մեր լեգիտիմ ակնկալիքներն ավելի մեծ են։ Դա էլ պայմանավորված է։ Ընդդիմադիր պատգամավորների սկսած impeachment-ը կարող է արդյունք ունենալ։ Օրինակ այդ impeachment-ով Նիկոլ Փաշինյանին հնարավոր է հեռացնել իշխանությունը։ Որպեսզի ձեր հարցին պատասխանեմ, մի ուրիշ օրինակ բերեմ։ Վերջերս Հայաստան խմբակցության պատգամավորները հայտարարեցին, որ իրանք նախաձեռնում են հայոց ցեղասպանությունը քրեականացնելու օրենքի նախագծի շրջանառության մեջ դնելու հարց։ Այդ օրենքի նախագիծը որպեսզի ընդունվի, պետքա ճիշտ այնքան կողմձայն 54, որքան անվստահություն հայտնելու համար։ Հիմա հարց, իրանք խոսել են ԿՊ-ի պատգամավորների հետ։ Իրանք ունեն արդյոք ԿՊ-ի պատգամավորներից 20 հոգու հավաստիացում, որ նրանք կողմ են քվե։ Եթե չունեն, ինչ իմաստ ունի, որ նրանք հանդես գան օրենսդրական, այդպես որոնի հարց առաջանում, բայց պատգամավորների պատգամավորելու իմաստը ո՞րն է։ Իմաստ չկա իրականում, եթե չեն կարողանալու։ Հետևաբար, եթե չեն կարողանում անգամ մի նախագիծ անցկացնել ցեղասպանության հետ կապված, բայց impeachment ո՞նց են նախաձեռնելու։ Վայ ես ձեր բոլոր հարցերին կպատասխանեմ, բայց պիտի խնդրեմ թույլտեք եսի մտքերը ավարտեմ, էլի։ Բայց ես մեկն էլ պատասխանեմ։ Անպայման կպատասխանեմ։ Հիմա այդ տեսանկյունից որ նայես ոչ մի նախաձեռնություն իմաստ չունի, բայց իմ կարծիքով բոլոր նախաձեռնություններն էլ իմաստ ունեն։ Այսինքն ոչ թե պետքա հաշտվել այս իրողության հետ, ասել իրանք այդպեսին են, իրանք այդպես են, իրանք տենց կանեն, ոչ։ Իրանք սովորական պատգամավոր են, հանրային ծառայ, որ պարտավոր են իրենց պարտականությունները կատարել։ Եվ մենք որպես հասարակություն այդ պահանջը իրանցից ներկայացնել։ Իսկ ընդդիմադիր պատգամավորները ոչ թե թիրախավորված են մեր կողմից, այլ իրանցից մեր լեգիտիմ ակնկալիքը, որ իրանք պետք է սկսեն այդ գործընթացը, ավելի մեծ է, պայմանավորված իրենցից տված խոստումներով, որովհետև իրենք ընտրվելուց խոստացել են, որ այդ գործընթացը պետք է անեն։ Դրա համար իրենցից մեր ակնկալիքն ավելի շատ է կամ Ադրբեջանի մասը խոստացել են, որ արդյունքը պիտի գրկեն։ Բայց հետո էլի Ավելի իրատեսական չէ տահանջել, որ նաև ընդդիմադիրները մանդատները վայելեն, քան սկսել մի գործընթաց։ Հիմա մենք այս պահի դրությամբ, այսօրվա դրությամբ, մենք ոչ թե ակնկալում ենք, որ ընդդիմադիր պատգամավորները պետք է իրենց մանդատները վայր դնեն, այլ ակնկալում ենք, որ իրենք իրենց մանդատների, ֆունկցիաներից բխող գործողություններ անեն։ Հակառակ պարագայում ինչ եք Վայ ջան, ձեր հարցը որ կգնեք պատասխան։ Կներեք հեսա Զահարի ջան, ձեր հարցին եք պատասխան։ Հարցը հետևյալն է, որ ասում եք, բա ինչ իմաստ ունի, հայ իրականում տրամաբանորեն իմաստ չունի, եթե ոչ մի նախաձեռնություն չեն կարող անցկացնել։ Հետևաբար, եթե իրենք նույնիսկ ցեղասպանությունը ճանաչելու, չէ, հերքելը, ժխտելը դատապարտող նախագիծ չեն կարողանում անցկացնել, բայց նախաձեռնեն չեն կարողանում։ Հետևաբար ինչ իմաստ ունի, առասարակ impeachment-ի նախաձեռնը, հա։ Հիմա եթե պարզվի, որ նրանց որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվում, ապա այո, այդ դեպքում իրենք կարող են նաև այդ որոշումը կայացնել, վայր դնել մանդատները, եթե իհարկե ունեն քաղաքական համոզմունք, որ իրենց փոխարինող են տեխնացուները, որոնք դեռ կան իրենց համամասնական ցուցակներում, նրանք չեն վերցնի մանդատները, այսինքն չի ստացվի այն դեպքը, ոնց որ եղել է 10 ընդդիմադիր պատգամավորների պարագայում, ովքեր իրենց մանդատները վայր են դրել, չէ՞, մենք 10 դեպք ունենք, որ մանդատը վայր է դրել, ուրիշը դառել է պատգամ։ Եթե կա այդպես քաղաքական որոշում, որ բոլոր պատգամավորները եւ պատգամավորների թիվը 107-ից իջնի, այսինքն 101-ից պակաս լինի, դա կարծում եմ խելամիտ որոշում կլինի, որովհետև դրանով ըստ էության մենք այլևս պարլամենտ չենք ունենա, իսկ եթե խորհրդանական երկրում չկա պարլամենտ, ուրեմն չի կարող լինել նաև կառավարություն։ Իսկ ըստ էության դա կլինի կառավարությանը ոչ լեգիտիմ։ Իրենից հետո կգան Էդմոն Մարուկյանը, Մյուս Բաբաջանյանը։ Չէ, չեն կարական, որովհետև մանդատների բաշխումը կենտրոնական ընտրական հանձնաժողովն անում է մի անգամ ընտրություններից հետո, դա արդեն արվել է։ Մենք ոնց ասենք, որ այսինքն հասարակական կազմակերպություն ովքեր են կոչանում պատգամը, ոնց ներկայացնում։ Նամակի հեղինակը, որը ստորագրված է պատգամավորներին, ես եմ որպես Հայաստանի քաղաքացի, բայց մենք այդ նախաձեռնությունը նամակը փոխանցում ենք Արթունեն քաղաքացիական շարժման անունից։ Այսինքն այդ հասարակական կազմակերպության անունը։ Այդպես գրանցված կազմակերպություն չկա, դա քաղաքացիական շարժում է, որը համախմբում է բոլոր այն մարդկանց, ովքեր մտածում են, որ անվստահություն հայտնելու միջոցով հնարավոր է Նիկոլ Փաշինյանին հեռացնել վարչապետի։ Ներեցեք Զարու հարցի պատասխանը։
Եթե չստացվի, ինչ եք անելու հաջորդի։ Եթե չստացվի, մենք բոլոր պատասխանները, որ ստանալու ենք, հանրությանը տեղեկացնելու ենք եւ իրավիճակից բխող քաղաքական հայտարարություններ եւ գործողություններ կնախաձեռնենք։ Տանկես, տանկ։ Ես 107 նամակներ Այդ կտակ ինձ մի հատ նկարեն։ Իհարկե, ոչ եմ, նկարել։